Հարց. Ինչպես գումար աշխատել մի քանի րոպեում տանը նստած։ Դրա պատասխանն է trading։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է trading լրիվ անվճար։ Այսօր մենք կկատարենք մի քանի պրակտիկ գործարքներ, որտեղ ես ձեզ կբացատրեմ մանրակրկիտ վերլուծությունը։ Ովքեր առաջին անգամ են մեր ալիքում եւ ընդհանրապես չեն տիրապետում trading-ին, ապա նայեք մեր նախկին վիդեոները։ Բայց մինչ անցնելը մեր պրակտիկ գործարքներին, ես ուզում եմ ձեզ ցուցադրել իմ նախկինում կատարած պրակտիկ գործարքները։ Այս վիդեոյի ընթացքում ես աշխատում եմ 84,000 դրամ ընդամենը մի քանի րոպեում։ Եվ եթե դուք հետևեք մեր ալիքին, դուք կհասկանաք trading-ը։ Մինչ անցնելը պրակտիկ գործարքներին, ես ուզում եմ ձեզ ներկայացնել այն երկու կայքերը, որոնց օգնությամբ ես աշխատում եմ գումար։ Առաջինը դա Pocket Option կայքն է, որի օգնությամբ մենք կատարում ենք trade, այսինքն գնում կամ վաճառք։ Երկրորդ կայքը դա TradingView կայքն է, որի օգնությամբ բոլոր թրեյդերները կատարում են վերլուծություն։ Եթե դուք չեք վստահում Pocket Option կայքին եւ ուզում եք կատարել trading ուրիշ կայքերով, ապա կատարեք։ Բայց ես վստահում եմ Pocket Option կայքին, 2.5 տարի է ինչ ես աշխատում եմ Pocket Option կայքի օգնությամբ, բայց որոշումը ձերն է։ Շատ են հարցնում TradingView կայքի հետ կապված։ TradingView կայքը լրիվ անվճար է, ուղղակի ձեզ պետք է ճիշտ դասավորել այս կայքը։ Դուք պետք է առաջին հերթին դասավորեք այս արժույթները, որոնք որ նշված են իմ մոտ աջ անկյունում։ Որպեսզի դուք ունենաք այս նույն արժույթները, դուք պետք է սեղմեք այս պլյուս նշանի վրա, գրեք այս արժույթների անունները, օրինակ outcut-ը ես արդեն ունեմ, կարող եմ չնջել, բայց եթե չլիներ իմ ցուցակում, ապա պլյուսով ես կավելացնեի։ Ուղղակի վիդեոն դադարեցրեք եւ այս բոլոր արժույթները ավելացրեք ձեր ցուցակում։ Այս արժույթները հենց այն արժույթներն են, որոնք որ կան Pocket Option կայքում։ Ինչպես եմ ես գտնում այն արժույթը, որով որ պետք է կատարեմ trade։ Ես ուղղակի այս արժույթները թերթում եմ եւ գտնում եմ այն սիտուացիան, որը որ համապատասխանում է իմ ստրատեգիային։ Արժույթը գտնելուց հետո ես տեղափոխվում եմ Pocket Option կայք եւ որոնում եմ տվյալ արժույթի անունը։ Տեսնելով, որ շահույթը շատ քիչ է, ես չեմ կատարում trade։ Ես ուզում եմ, որ կոնե լինի 70% իմ շահույթը։ Իսկ այս պարագայում մեզ տալիս են 29%։ Չշփոթեք OTC-ի հետ։ OTC-ին դա մեր արժույթը չի։ Ես կրկին տեղափոխվում եմ TradingView կայք եւ փնտրում եմ։ Ովքեր չգիտեն, ես TradingView կայքով կատարում եմ վերլուծություն 5 րոպեանոց time frame-ով, ժամանակահատվածով, իսկ Pocket Option-ում իմ մոտ դրված է 1 րոպեանոցը։ Եթե իջնի եւ հասնի կոնե այս հատվածը, ապա կարելի է կատարել գնում։ Եկեք կատարենք գնում։ Ճիշտ է, չհասանք այդ հատվածին, բայց ամեն դեպքում մենք գիտենք, որ ըստ մեր գիտելիքների, եթե չստացվի առաջին անգամից վերցնել պլյուսը, ապա մենք կվերցնենք դագոնով։ Իսկ հիմա եկեք տեղափոխվենք TradingView կայք եւ ես ձեզ ցուցադրեմ մանրակրկիտ վերլուծությունը։ Մեր մոտ բարձրացող թրենդ է։ Մեր նախավերջի կանաչ մոմը ունի ներքևից ստվեր։ Իսկ մենք հիշում ենք, որ ներքևից ստվերը կանաչ մոմի դեպքում դա ուժեղության նշան է։ Եվ այստեղ մենք ունենք հատված։ Հատվածը մենք նշում ենք մոմերի եւ ստվերների կանգ առած կետերով։ Եկեք ես ձեզ գլոբալ ցուցադրեմ հատվածը։ Ահա, սա մեր հատվածն է։ Մեր մոտ հասնում է գինը մեր հենց այն հատվածին, որը որ մենք նշել էինք։ Տեղափոխվելով մեր Pocket Option կայք, ես կատարում եմ կրկին գնում 2 րոպեով։ Ուշադրություն դարձրեք, որ ես կատարեցի գնում հենց այդ հատվածից, որը որ ես նշել էի։ Մեզ մնում է ընդամենը սպասել 2 րոպե եւ հասկանալ, թե ինչպես կավարտվի։ Ես տիրապետում եմ այնպիսի գիտելիքներին, որ հիմնականում ես միշտ փակվում եմ պլյուս։ Եթե ոչ առաջին անգամից, ապա անպայման երկրորդ կամ երրորդ անգամից փակվում եմ պլյուս։ Շատերը ինձ հարցնում են ինչպես սովորենք trading շատ արագ։ Դուք կարող եք սկսել կատարել գործարքներ այս դեմո հաշվով, բայց միայն դեմոյով չի կարելի սովորել trading։ Դուք պետք է կատարեք նաև պրակտիկ գործարքներ իրական գումարով։
Իրական գումարով կատարելու համար գոնե մինիմալ պետք է ունենաք $20 ձեր հաշվի վրա, այսինքն դուք գցում եք $20 և կատարում եք trading, մենք մինուսավոր զոնայում ենք։ Եկեք հասկանանք, թե որտեղ է հասել մեր քինը։ Մեր քինը հասել է հենց այն հատվածը, որը որ մենք նշել էինք։ Եվ եթե ես հասցնեի, եկեք նախապատրաստենք, ես ուզում էի այս կետից կատարեի կրկին գնում 1 րոպեով։ Ուղղակի չհասցրեցի։ Եթե ես հասցնեի, ապա այս պարագայում ես կունենայի ավելի շատ գումար։ Բայց մենք ընդհանուր առմամբ կրկին փակվեցինք պլյուս, ուղղակի եթե ես բաց չթողնեի, ես կունենայի կրկնակի պլյուս։ Բայց ամեն դեպքում մենք եթե ուզենք, ապա կրկին կաշխատենք։ Եկեք ես գտնեմ ուրիշ սիտուացիա և ձեզ ցուցադրեմ կրկին պրակտիկ գործարք։ Եվ ամենակարևորը, ես ձեզ մոռացա ասեի, որ այստեղ պետք է մենք ուշադրություն դարձնեինք ծավալներին, որոնք որ մեծ էին։ Եվ այդ իսկ պատճառով ես կատարեցի գնում։ Ես կարող եմ կրկին կատարել գնում այստեղ, որ դուք հասկանաք, որ ամեն դեպքում մենք կարող ենք պլյուս փակվել, բայց ես ձեզ ուզում եմ ցուցադրել մի ուրիշ սիտուացիա։ GBP CHF-ը ես կատարում եմ գնում 3 րոպեով։ Եկեք ես ձեզ ցուցադրեմ։ Մեր մոտ կրկին բարձրացող թրենդ է և մենք ունենք շատ լավ հատվածներ։ Նայելով մեր ծավալներին, մենք հասկանում ենք, որ նրանք միջին մեծության են։ Այսինքն չկա կոնկրետ ինչ-որ առավելություն։ Այդ իսկ պատճառով, տեսնելով, որ մեր թրենդը բարձրացող է, տեսնելով, որ մենք հասել ենք հատվածի աջակցման և տեսնելով, որ այս կարմիր մոմը ոչ մի առավելություն չունի, ինչու չունի ոչ մի առավելություն, չնայած որ նրա չափսը մեծ է, բայց նրա ծավալը համապատասխան է մեր կանաչ մոմի ծավալին։ Այդ իսկ պատճառով ես հասկացա, որ այս կարմիր մոմը չունի ոչ մի ուժ, այլ ուղղակի փուչիկ է։ Ասեմ ձեզ, սիրելի դիտորդներ, ես հիմնականում կատարում էի trade 2 րոպեով, բայց քանի որ ես պետք է վիդեոյի ընթացքում հասցնեմ ձեզ բացատրել ինչու ես կատարեցի գնում կամ վաճառք, ես սկսում եմ 3 րոպեով։ Դուք պետք է կատարեք trade իրական գումարով, այսինքն համալրման մինիմալ գումարը դա $20 է, գցում եք $20 և կատարում եք 1-1 դոլարով trade-ներ, բայց չեք կատարում տագուն, քանի որ դուք դեռ նոր սկսնակ եք։ Դուք պետք է սովորեք իրական գումարով կատարել trading, քանի որ դուք դեմո գումարով չեք սովորում հոգեբանությունը, դուք չեք վախենում կորուստից, դուք չեք լարվում, այսինքն դուք հանգիստ եք, իսկ հանգիստ մարդը կարող է կատարել շատ լավ վերլուծություն։ Այդ ձեզ պետք է, որ դուք կատարեք շատ լավ վերլուծություն, նույնիսկ լարված պահերին, այսինքն դուք պետք է իրական գումարով սովորեք այդ լարված պահերին և կարողանաք կատարել նույնիսկ լարված trade-ներ։ Մեզ մնում է ընդամենը 30 վայրկյան, եկեք սպասենք և հասկանանք միանգամից մենք կստանանք մեր գումարը, թե պետք է կատարել տագոն և ավելի շատ աշխատել։ Նայեք, սա ալիք է, որտեղ ես ձեզ ցուցադրելու եմ շատ և շատ պրակտիկ գործարքներ։ Ճիշտ է, ես բացատրել եմ ձեզ trading-ի հիմնական այն բաղադրիչները, որոնք որ ձեզ պետք են գումար աշխատելու համար։ Այստեղ մենք աշխատեցինք։ Եկեք գտնենք էլի լավ սիտուացիա և գումար աշխատենք։ USD կադը ես կատարում եմ վաճառք։ Եկեք տեղափոխվենք Trading View կայք և հասկանանք ինչու մենք կատարեցինք վաճառք։ Մեր մոտ իջնող թրենդ է։ Եվ մենք հասել ենք հատվածի։ Եկեք տեսնենք, որ այս հատվածում շատ անգամներ տեղի ունեցել մոմերի կանգառ։ Եվ մենք հասնում ենք արդեն վերևի հատվածի։ Եկեք նշենք այս վերևի հատվածը, որպեսզի կարողանանք կատարել տագոն հարկ եղած ժամանակ։ Երկու րոպեով մենք կատարում ենք տագոն։ Եկեք տեսնենք, թե ինչպես կավարտվի մեր գործարքը։ Ուշադրություն դարձրեք, որ ես տագոնը կատարում եմ հենց հատվածներից, այսինքն ես ուղղակի տագոն չեմ կատարում գուշակությամբ։ Ես տեսնում եմ, որ հասնում է հատվածի, որը որ ես ձեզ սովորեցրել եմ նշել, և ես կատարում եմ տագոն։
այդ հատվածից։ Եկեք տեղափոխվենք մեր Pocket Option կայք եւ հասկանանք, թե ինչ է կատարվում այստեղ։ Ինչպես եմ ես սովորել trading, ինձ թվում է բոլորին հետաքրքիր է։ Ես սովորել եմ trading այդ 2.5 տարի, որը որ ես զբաղվել եմ, օրական 10 ժամ ես տրամադրել եմ trading-ին։ Երևի մի 6 ժամը ես կատարել եմ գործարքներ demo shot-ով, 1 ժամը ես կատարել եմ իրական գումարով, օրինակ մինիմալ $20 եմ գցել եւ 1 դոլարով կատարել եմ trade-ներ, այսինքն ստացել եմ պրակտիկ գիտելիքներ։ Ապա ես դիտել եմ շատ վիդեոներ տարբեր մարդկանցից եւ ըստ այդմ ես հասկացել եմ, թե որն է ավելի արդյունավետ։ Մեր մոտ մնացել է ընդամենը 30 վայրկյան եւ եկեք ուշադրություն դարձնենք եւ հասկանանք ինչ է կատարվում։ Չընկնենք խոսքով եւ մոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել։ Մենք այստեղ հավաքվել ենք պրակտիկայի համար, այսինքն պրակտիկ գործարքների համար, ոչ թե ուղղակի թեորիայի կամ խոսակցությունների։ Ես այնպիսի մարդ եմ, որ ես սիրում եմ գործողություններ, այլ ոչ թե ուղղակի խոսքեր։ Այստեղ մնացել է ընդամենը 1 վայրկյան եւ մեր մոտ վերադարձ։ Այսինքն հենց այն տեղը, որը որ մենք բացվել էինք, հենց այդ տեղը փակվեցինք։ Եկեք ես հասկանամ, թե ուր ենք մենք հասել։ Ահա, մենք հասանք հատվածի։ Եվ այս հատվածից մենք կարող ենք կատարել կրկին վաճառք, բայց 1 րոպեով, քանի որ մենք հասկացանք, որ 2 րոպեն շատ էր։ 1 րոպեով ես կատարում եմ վաճառք հենց այն հատվածից, որը որ մենք նկատել էինք։ Սիրելի նոր սկսնակ տրեյդերներ, դուք պետք է տեսնեք, որ այսպիսի դժվար սիտուացիաներ է լինում եւ այսպիսի դժվար սիտուացիաներից պետք է մի կերպ դուրս ելնել։ Մեր պարագայում մենք օգտագործել ենք հլվոր ընդամենը 1 տագոն, քանի որ այն տագոնը մեզ տվեցին վերադարձ։ Եվ մենք պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել այս սիտուացիայում։ Եկեք ես նախապես պատրաստ եմ $70, Ինչու ես կատարեցի կրկին վաճառք, ես ուզում եմ, որ դուք հասկանաք, հիմա ես ձեզ կցուցադրեմ։ Ուշադրություն դարձրեք ծավալներին։ Ծավալները իջնում են։ Այսինքն չկա ուժ այս շարժումը, որը որ տեղի է ունենում, սա թույլ շարժում է։ Սա ուղղակի անիմաստ շարժում է, թույլ շարժում է, չկա ոչ մի ուժ այս շարժման մեջ։ Այդ իսկ պատճառով ես կրկին կատարեցի վաճառք, հասկանալով, որ այս շարժումը ուղղակի փուչիկ է։ Փուչիկ։ Մնում է մեզ մոտ ընդամենը 10 վայրկյան եւ մենք ուզում ենք հասկանանք, թե ինչպես կավարտվի։ Լավ։ Այս փուչիկ շարժումը մեզ չի կարող մինուսի գծել, քանի որ սա փուչիկ է, ուղղակի փուչիկ։ Ես ուզում եմ, որ դուք տեսնեք ծավալները, նայեք, ինչպիսի ծավալներ են, փոքրիկ։ Եթե համեմատենք այս կարմիր ծավալների հետ, ուժ չկա, ընդհանրապես։ Այդ իսկ պատճառով ես կատարեցի դագոն, ծավալներին նայելով։ Եթե ծավալը լիներ մեծ եւ ուժեղ, ես չէի կատարի դագոն։ Եթե ծավալը լիներ բարձր, ես կհասկանայի, որ իմաստ չկա դագոնի։ Բայց այս պարագայում, երբ որ ես տեսնում եմ, որ ծավալ չկա, գնորդները չունեն ուժ, չունեն էներգիա, ես կատարում եմ դագոն։ Եվ ուզում եմ, որ դուք հասկանաք։ Այս պարագայում մենք փակվում ենք իհարկե պլյուս։ Քանի որ չկար ուժ,
Եկեք կատարենք կրկին պրակտիկ գործարք։ Եվ որպիսի մենք համոզվենք, որ այստեղ չկա ոչ մի ուժ, ես ուզում եմ կրկին կատարել այստեղ վաճառք։ Ես կրկին կատարում եմ վաճառք, որ դուք հասկանաք, որ այս շարժումը անիմաստ է։ Եկեք ես ուզում եմ կրկին կատարել այս վերլուծությունը և ձեզ ցուցադրել այն հատվածները, որին որ մենք հասել ենք։ Ես հանգիստ եմ, քանի որ չկա այստեղ ոչ մի ուժ վերև բարձրանալու։ Այդ իսկ պատճառով մենք պետք է ուղղակի սպասենք։ Մենք ստացանք վերադարձ։ Այդ իսկ պատճառով ես ուզում եմ կրկին կատարել վաճառք։ Քանի որ մենք կատարել ենք վերլուծությունը և ուղղակի սպասում ենք արդյունքի։ Եթե ես կատարել եմ վերլուծություն, որը որ համապատասխանում է իմ կանոններին, ես ամեն դեպքում կստանամ իմ պլյուսը։ Ուղղակի չգիտեմ, կստանամ միանգամից, թե մի փոքր ուշ։ Այս պարագայում ես վստահ եմ, որ այս կանաչ մոմերի մեջ չկա ոչ մի ուժ։ Այդ իսկ պատճառով ես սպասում եմ իմ արդյունքին, և արդյունքը կլինի։ Մեզ մնաց ընդամենը 30 վայրկյան և սա հենց այն շարժումն է, որին որ ես սպասում էի։ Ես նայելով ծավալներին արդեն հասկանում եմ, որտեղ կա էներգիա, որտեղ չկա։ Եվ այս պարագայում ես վստահ էի, որ այստեղ կանաչ մոմերի մոտ էլ չկա էներգիա, այն ուղղակի վերջացել է, ուղղակի մեզ պետք էր ժամանակահատված, որից հետո որ մենք կստանայինք մեր պլյուսը։ Այս պարագայում մենք ստանում ենք շատ լավ շարժում դեպի ներքև և մենք վերցնում ենք մեր պլյուսը։ Նայեք, ես սպասեցի այն շարժմանը, որը որ ես ձեզ ասել էի։ Ես ուզում էի, որ դուք համոզվեիք, չնայած որ ես արդեն վերցրել էի այստեղ պլյուսը, ես կրկին կատարեցի գործարք, որ դուք հասկանաք, որ ես ունեմ լավ վերլուծաբանական գիտելիքներ։ Եկեք գտնենք մի ուրիշ սիտուացիա և կատարենք կրկին պրակտիկ գործարք։ CHF-ը մենք կատարում ենք վաճառք, եկեք հասկանանք ինչու։ Առաջին հայացքից ձեզ կթվա, որ սա թրենդ է դեպի վերև, բայց եկեք տեղափոխվենք 1 ժամանոց time frame և գլոբալ նայենք այս սիտուացիային։ Գլոբալ նայելով մենք հասկանում ենք, որ մեր մոտ թրենդ է դեպի ներքև։ Եվ մենք ունենք հատված։ Եկեք նշենք այս հատվածը։ Եկեք տեղափոխվենք 5 րոպեանոց time frame։ Այս շարժմանն էինք մենք սպասում։ Այս time frame-ում ես արդեն մոռացա ինչ էի ուզում ասել։ Ես տեսա այս լավ ծավալները, ծավալը, որը որ մեծանում էր, և տեսա վերևում ստվեր, իսկ կարմիր մոմի դեպքում վերևի ստվերը դա ուժեղության նշան է։ Վերջ այսքանը, եկեք տեղափոխվենք Pocket Option և հասկանանք։ Մինչ մեր գործարքը կավարտվի, եկեք խոսենք մեր բաց և փակ ալիքներից։ Ովքեր չգիտեն, մենք ունենք բաց տելեգրամյան ալիք, որտեղ ամեն օր դուրս են գալիս նորություններ կապված իմ վիդեոների, կապված իմ փակված գործարքների և կապված ընդհանուր թրեյդինգի հետ։ Եթե դուք ուզում եք միշտ տեղեկացված լինել թրեյդինգից և մեր ալիքից, ապա անպայման բաժանորդագրվեք։ Հետագայում մենք ունենալու ենք փակ տելեգրամյան ալիք, որը որ չի լինելու վճարովի, այլ լինելու է այն մարդկանց համար, ովքեր որ մեր հղումով կգրանցվեն Pocket Option կայք։ Իդեպ հղումը կլինի ապիսանիայի բաժնում։ Այդ փակ տելեգրամյան ալիքում դուք կկարողանաք իմ հետ կատարել թրեյդինգ, այսինքն ռեալ ժամանակում դուք կկարողանաք կատարել իմ գործարքները, և եթե ես աշխատեմ, դուք նույնպես կաշխատեք, եթե կորցնեմ, դուք նույնպես կկորցնեք։ Մեզ մնում է ընդամենը 15 վայրկյան, եկեք հասկանանք, թե ինչպես կավարտվի մեր գործարքը։ Այս պարագայում շատ լավ է ավարտվում մեր գործարքը և մենք վերցնում ենք մեր սպասված պլյուսը և աշխատում ենք գումար։ Եկեք տեսնենք մեր գործարքները։ Ընդհանուր առմամբ մենք աշխատեցինք։
Եվ ուզում եմ դուք ուշադրություն դարձնեք, որ ես օգտագործում եի շատ չնչին տոկոս իմ ընդհանուր բալանսից։ Եկեք մի սիտուացիա էլ գտնենք, որպեսզի դուք հասկանաք, որ այս ալիքը սովորեցնում է ձեզ իրական եւ լավ տրեյդինգ։ ԿԲՊ կադը մենք կատարում ենք գնում։ Եկեք արագ կատարենք վերլուծություն, որպեսզի հասկանանք ինչու։ Այստեղ ես տեսնում եմ բարձրացող թրենդ։ Եվ ինչու ես կատարեցի գնում, չնայած որ մեր կարմիր մոմերի ծավալները մեծ են, հիմա ես ձեզ կցուցադրեմ։ Մեկ ժամանոց գրաֆիկով ես տեսա այս մեր լավ հատվածը, որը որ ես նշեցի, ինչու է այս հատվածը լավը, քանի որ նույնիսկ մեկ ժամանոց գրաֆիկում մենք կարող ենք տեսնել։ Իսկ եթե մեկ ժամանոց գրաֆիկում մենք կարող ենք տեսնել հատվածը, ապա այն համարվում է լավ հատված եւ ուժեղ։ Եկեք տեղափոխվենք մեր 5 րոպեանոց գրաֆիկը, սա այն հատվածներն է, որը որ մենք նշել էինք։ Եվ հասկանանք։ Մեզ մնում է ուղղակի սպասել եւ տեսնել, թե միանգամից մենք կստանանք մեր գումարը, թե մի քիչ հետո։ Իմ պարագայում ես լիարժեք վստահ եմ իմ գիտելիքների վրա եւ ես կարող եմ ամեն սիտուացիայից դուրս գալ պլյուսով։ Նույնիսկ եթե մեր գրաֆիկը գնում է հակառակ ուղղությամբ, ես վստահ եմ, որ ամեն դեպքում ես կստանամ իմ պլյուսը։ Միանգամից թեթագոնով դա արդեն ժամանակը ցույց կտա։ Վերջերս ես մի քիչ ցածրացրել եմ իմ ռիսկերը, սա կապված է նրա հետ, որ ես 15 օրվա ընթացքում $1000 վերածեցի 3000-ի։ Այդ իսկ պատճառով, որպեսզի մի քիչ հանգստանամ, հոգեպես ես որոշեցի քիչ ռիսկերով կատարեմ տրեյդինգ։ Ասեմ, որ դա կրկնել պետք չէ։ Ես ուղղակի ունեմ մեծ գիտելիքների փորձ, այդ իսկ պատճառով ես կարող եմ ինձ թույլ տալ այդպիսի ռիսկեր։ Այս պարագայում մենք հասնում ենք այն հատվածին, որը որ մենք նշել էինք։ Եկեք նայենք։ Ահա։ Սա այն հատվածն է, որը որ մենք նշել էինք։ Այս հատվածը ես մտովի արդեն նկատեցի։ Եթե դուք ունենաք գիտելիքներ տրեյդինգում, դուք արդեն իսկ միանգամից կնկատեք հատվածները ձեր մտքում։ Այս պարագայում այդ հատվածը նկատելով ես կատարեցի տրեյդ ընդամենը 1 րոպեով։ Եվ սա ուղղակի ժամանակի հարց է մեր պլյուսը վերցնելը։ Եթե ես հասկանամ, որ այս արժույթը արդեն ինձ պետք չի եւ ես չեմ կարողանա այստեղից պլյուս վերցնեմ, ես ուղղակի կտեղափոխվեմ ուրիշ արժույթի։ Եթե ինչ որ բան փոխվի, օրինակ ծավալները միանգամից մեծանան, այդ պարագայում ես չեմ կատարի տրեյդ եւ ես ուղղակի կտեղափոխվեմ ուրիշ արժույթի։ Այս պարագայում 1 րոպեն շատ էր մեր համար, բայց չնայած որ մենք գտնվում ենք այնտեղ, որտեղ որ մենք պետք է գտնվեինք։ Ուզում եմ ուշադրություն դարձնեք, որ ծավալները չի մեծանում։ Այդ իսկ պատճառով ես ուղղակի կատարում եմ գնում։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, որ տրեյդինգում դուք կարող եք գումար վաստակել։ Լավ գիտելիքների դեպքում դուք կկարողանաք մեծ գումարներ աշխատել։ Բայց պետք է ունենաք պրակտիկա։ Պրակտիկայի համար ձեզ պետք են ռեալ գործարքներ, իրական գումարով, որպեսզի դուք կարողանաք այս լարված սիտուացիաներում կատարել տրեյդինգ։ Նայեք, եթե ես լինեի միայն դեմո գումարով տրեյդ կատարող տրեյդեր, ապա ես չէի կարողանա այսպիսի սիտուացիայում լինել սառը գլխով։ Իսկ սառը գլուխը ձեզ պետք է, որպեսզի դուք կարողանաք պլյուսով դուրս գալ լուբոյ սիտուացիաներից։ Այդ իսկ պատճառով մենք պետք է կատարենք ռեալ գումարով։ Մեր պարագայում մնում է ընդամենը 5 վայրկյան։ Եվ մենք վերցնում ենք մեր պլյուսը։ Այսպիսի մեթոդով մենք կարող ենք գումար վաստակել։ Եկեք ես ձեզ ուզում եմ ցուցադրել այս սիտուացիան։ Ես ուզում եմ, որպեսզի դուք համոզվեք կատարել
կրկին գնում, որպեսզի դուք հասկանաք, որ այն ինչ որ ես կատարում եմ, ես չեմ կատարում ուղղակի գուշակությամբ, ես կարողանում եմ լյուբոյ սիտուացիայից պլյուսով դուրս գալ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ակտիվ դիտորդներից, քանի որ եթե չլինեիք դուք, չէր լինի այս ալիքը։ Հետագայում ես ունեմ մեծ պլաններ կապված այս ալիքի եւ ընդհանուր թրեյդինգի ոլորտի հետ։ Ուզում եմ մի քիչ կիսվել ձեր հետ։ Ես ուզում եմ հետագայում, եթե ունենամ արդեն ակտիվ եւ շատ դիտորդներ, կազմակերպեմ անվճար սեմինարներ։ Ես պահում եմ իմ անվճար սովորեցնողի անունը եւ նույնիսկ սեմինարը ուզում եմ կազմակերպել իմ հաշվին։ Իհարկե դա կանեմ այն դեպքում, երբ որ ունենամ շատ դիտորդներ եւ լինի պահանջարկ։ Ես ուզում եմ հետագայում ստեղծել ռոբոտ, այսինքն արհեստական բանականություն, որը որ կունենա իմ գիտելիքները, այսինքն Պավլեի գիտելիքներով արհեստական բանականություն, որը որ դուք կկարողանաք օգտագործել ամեն վայրկյան 24/7-ի վրա։ Դա կախված է արդեն ձեր ակտիվությունից եւ պահանջարկից։ Եթե ես ունենամ արդեն ակտիվ եւ շատ դիտորդներ, ովքեր որ կատարում են մեր խնդրանքները, օրինակ բաժանորդագրվում են, լայքում են, կոմենտում են, գրանցվում են մեր հղումով Pocket Option կայքին, եւ հասկանամ, որ մենք արդեն ակտիվ ենք, շատ ենք, ես կստեղծեմ այդ արհեստական բանականությունը, բայց այդ արհեստական բանականությունը դուք չմտածեք, որ կօգնի ձեզ միլիոնատեր դառնալ։ Ոչ, դուք ամեն դեպքում պետք է ունենաք գիտելիքներ թրեյդինգի ոլորտում։ Դա կլինի ուղղակի ձեզ օգնական, հավելյալ օգնություն թրեյդինգի ոլորտում, որպեսզի դուք կարողանաք ավելի հեշտ աշխատել գումար։ Այդ իսկ պատճառով ես ուզում եմ, որ դուք ցուցաբերեք մաքսիմալ ակտիվություն։ Եղեք ակտիվ, լայքեք, կոմենտեք, բաժանորդագրվեք, գրանցվեք մեր հղումով, որպեսզի ես հասկանամ, որ այս ամեն ինչը գնահատվում է եւ ավելի շահագրգռված նկարեմ վիդեոներ եւ կազմակերպեմ սեմինարներ։ Այս պարագայում մենք կրկին աշխատեցինք գումար եւ մենք տեսանք այս գեղեցիկ շարժումը դեպի վերև։ Եկեք տեսնենք մեր սպասված շարժումը դեպի վերև։ Սա իմ գործարքների պատմությունն է, ես թաքցնելու ոչինչ չունեմ ձեզանից։ Եթե դուք ուշադրություն դարձրեցիք, ես կատարեցի թրեյդինգ հենց այն վիդեոից հետո, որը որ ես նկարել էի, այսինքն մեր նախորդ վիդեոից հետո ես չէի կատարել թրեյդինգ։ Ես սպասեցի եւ կատարեցի թրեյդինգ հենց այս վիդեոյի ընթացքում, որպեսզի դուք հասկանաք, որ ես կարողանում եմ կատարել լավ թրեյդինգ։ Ընդհանուր առմամբ այս վիդեոյի ընթացքում մենք աշխատեցինք $170, այսինքն 64,000 դրամ։ Ինձ թվում է, որ սա քիչ գումար չի, հաշվի առնելով, որ մենք ուղղակի կատարեցինք գնում եւ վաճառք, ընդամենը 2 կոճակ, բայց շատ գիտելիքներ։ Ցանկանում եմ բոլորիդ լավ օր եւ հաջողություն։